Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ կուղարկվի պրոպանգազ։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով ռուսական պրոպանգազով 30 վագոն կուղարկվի Բալաջարի կայարանից։ Ավելի վաղ Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ ուղարկվել էր ավելի քան 36,000 տոննա հացահատիկ, շուրջ 8,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկաձավար և 414 տոննա անտրացիտ։ Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան արտահանվում են նավթամթերքներ։ Մինչ օրս այս երկիր է մատակարարվել ավելի քան 14,000 տոննա դիզելային վառելիք և շուրջ 5,000 տոննա բենզին։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում Ինոպրոմ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով։ Այցի շրջանակում նախարարը մասնակցել է Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական քաղաքականության խորհրդի 8-րդ նիստին։ Իր ելույթում Գևորգ Պապոյանը նշել է, որ ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստի անցկացումը նպաստավոր հնարավորություն է ստեղծում արդյունաբերական համագործակցության հեռանկարների և ԵԱՏՄ շրջանակում համատեղ նախագծերի իրականացման հարցերի առարկայական քննարկման համար։ Նախարարն ընդգծել է, որ արդյունաբերական քաղաքականության խորհրդի ընթացիկ նիստը կարևոր ներդրում կունենա եվրասիական արդյունաբերական ինտեգրման հետագա խորացման գործում և կնպաստի միության բոլոր անդամ պետությունների շահերին համահունչ գործնական լուծումների մշակմանը։ 650 միլիոն դոլար է հատկացվում Դալմայի նոր այգիների, մետրոյի նոր կայարանի կառուցման և տրանսպորտի համար։ Այս մասին ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ներդրումային կոմիտեն, որը հաստատում է խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսական հարցը, Երևան քաղաքի 3 ծրագրերով հաստատել է 650 միլիոն դոլարի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք ուղղվում են Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցմանը, մետրոպոլիտենի ենթակառուցվածքի ամբողջական արդիականացմանը, Վերգետնյա տրանսպորտի մեր վերջին փուլի էլեկտրական ավտոբուսների գնմանը, 2 դեպոների նորոգմանը, առանձնացված գծերի ներդրմանը և Դալմայի 250 հեկտար այգիների կառուցմանը։